Ողջույն ձեզ։ Գիտեք, որ այս փուլում մեր գյուղատնտեսությունը բավականին ծանր վիճակում է հայտնվել։ Մենք հիմա դրա մասին կխոսենք, գիտենք որոշակի սահմանափակումներ կան, դրա հետևանքները արդեն իսկ գյուղացիները զգում են, թեպետ այլ տիպի հայտարարություններ կան այլ կառավարության կողմից, Եվրոպայից մենք լսում ենք, բայց մինչ դրան հասնել ես կարծում եմ դուք կարասել առաջին անգամ եք կա մեր տաղավարում։ Ես էլ եմ եղել ձեզ մոտ։ Շատ վաղուց, բայց մենք Արցախյան այս պատերազմից գործելուց հետո չենք հանդիպել։ Ես միշտ կամ դիասպորով եմ հետևել ձեր գործունեությանը, որտեղ մեծ ակտիվ գյուղատնտեսական ոլորտում ներդրումներ եք կամ գյուղատնտեսությամբ եք զբաղվում։ Ես գիտեմ, որ մեծ կորուստ եք ունեցել, ինչ ներդրում եք արել, ինչ գործունեություն Արցախում։ Ես Արցախում ունեցել եմ 200+ հեկտար հող, որտեղ մշակում էի բարձրարժեք մշակաբույսեր, նաև հաճար։ Ես մոտ 40 տեսակի, 40+ տեսակի բարձրարժեք մշակաբույսեր եմ աճեցրել, ինքնարժեքերով հաշվարկած, բան, որ ինձ համար սարքել եմ բանկ, որ հետագայում հնարավոր լինի, ենթադրենք որևէ ուղղություն, որ փորձեն զարգացնել, արդեն ինքնարժեքից սկսած բոլոր հնարավոր ռիսկերը հաշվարկված լինեն ու փառք Աստծո ստացվել էր մոտս։ Պլյուս, բայց հիմնական իմ ուղղությունը հացահատիկներ, բարձրարժեք հացահատիկը դեմս հաճարի եւ արտահանումներ էի անում Եվրոպա, մինչեւ պատերազմ, որից հետո կորցրեցի ամեն ինչ, բայց քանի որ արդեն այսքան տարի այս ոլորտում եմ, 16 տարի այս ոլորտում եմ, ես երբեք չեմ դիմել փոխհատուցման համար, դա ինձ համար սկզբունք էր։ Մի անգամ վարկ ունեի բանկին, ասացի, եթե կարաք վարկային արձակուրդ տա կամ ժամկետ երկարացնեք, ասացին հա հնարավոր է, բայց դասակարգվելու ես, ասել ասեցի, որ դասակարգվելու եմ, իմաստը որն է ձեր արձակուրդը եւ այլն։ Ընկերներիցս վերցրեցի, փակեցի այդ վարկը ու բացարձակ ոչ պետությունից, ոչ որևէ մեկից փոխհատուցում ոչ պահանջել եմ, ոչ ակնկալիք եմ ունեցել։ Ուրեմն ամենասկզբում մի անգամ իմ էջով էլ կիսվել եմ, Վահե Ղալումյանը այնքան սիրուն գրառում էր արել մանրամասնության բացվածքով, թե Արցախից ինչքան ֆինանսական միջոցներ է եկել Հայաստան ու $100-ավոր միլիոն դոլարների, պլյուս այն որ Արցախում կար այդքան հողատարածք, որտեղ տարեկան ստանում էին միջև մաքսիմում եղել է 2015 թվականին 150,000 տոննա հացահատիկային եւ հատիկական դեղենային մշակաբույսեր, ինչը մեր ամբողջ օգտագործվող հացահատիկի 30%-ն է եղել Արցախում։ Պլյուս դրան Արցախում այն հնարավորությունները կային գյուղատնտեսություն զարգացնելու, որ Հայաստանում չկա, դրա համար նաև իմ հողերն էին Արցախում, ես այնտեղ այդ հողերը վերցրել, որովհետև եւ մի կտորով մեծ հողատարածքի վրա ավելի հեշտ է գյուղատնտեսությամբ զբաղվելը, քան Հայաստանում, պլյուս բնակլիմայական պայմաններն էր։ Տեսեք, ինչքան հողը փոքր է, այնքան վրան գյուղատնտեսական աշխատանք կատարելը հեշտ է, տրակտորը շատ է պտտվում, ծախսը ավելի է շատանում եւ այլն, եթե հողը մեծ մի կտորով է, դրա վրա ամեն ինչը բավականին հեշտանում, մի 20-30% ինքնարժեքի իջնում է։ Ինչը քեզ հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ գործունեություն իրականացնել, միջազգային շուկայում ամենակարևորը լինել մրցունակ եւ կարողանալ նաեւ հնարավորություն ունենալ ընդլայնվել։ Հիմա Հայաստանում հողերի գները այնքան բարձր են, որ մեր գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերի վրա գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է, կարելի ասել, ոչ նպատակահարմար։ Ուրեմն գյուղատնտեսության բոլոր ոլորտներին է հարվածում, ես ներկա պայն ասեմ, որ ոլորտին է հատկապես ամենամեծ հարվածը, որտեղ տենց քիչ, օրինակ Ծիրանի աճեցման արտադրության մեջ այս տարի կարելի ասել մեր ժողովրդի բախտը, չգիտեմ, ասեմ բերելա թե չի բերե, կարկտահարության, ցրտահարության
գերխոնավության պայմաններում փոշոտում տեղի չունեցավ, այս տարի մեր ծիրանի բերքը բավականին ցածր էր, ինչը ենթադրում է իրացման խնդիր չկա։ Որոշակի քանակներ ծիրանի գնացին Պարսկաստան, թե Պարսկաստանից որ երկիր ռեէքսպորտ եղան, իմաստ չունի ասելու, մեզ չի էլ հետաքրքրում։ Որոշակի մաս իմ ընկերներն են արտահանել Ուկրաինա, Լվով, Կիև եւ այլ քաղաքներ։ Շատ չնչին տոկոս այն ինչ որ մեր իշխանությունը ցույց է տալիս հաղթանակ եվրոպական շուկա մուտք գործել, չնչին տոկոսներ էլ մտել է եվրոպական շուկա։ Այսինքն մի մեքենա փոքր գնացել է Գերմանիա, 1 տոննա 100 կիլոյի չափ վերջերս գնացել է Ֆրանսիա, ու սենց։ Ու մի 10 օրից ծիրանը կվերջանա ընդհանրապես, ծիրանի հարցը այսքանով կհամարվի փակված ու տեղական շուկայում էլ ծիրանը վաճառվում է ինչ որ քանակ էլի, անցած տարի օրինակ 50,000 տոննա է արտահանվել, այս տարի ամբողջ Հայաստանում 8,000 տոննա ծիրան կարող է չլինի։ Մոտ տեսեք ինչքան է պակաս, 6-7 անգամ պակաս է բերքը, ինչը այդքան ուժեղ ազդեցություն չունեցավ սահմանների փակելը ծիրանի ոլորտում։ Ծաղկաբույսները ամենամեծ ինձ համար ամենավատ ցավալի վիճակում գտնվողը ներկապային ծաղիկ աճեցնողներն են, որովհետև անցած տարի արտահանվել է 96 միլիոն հատ ծաղիկ 50-60 միլիոն դոլարի։ Ու ծաղիկն էլ այն մշակաբույսն է, ինչի մասին բազմիցս խոսել ենք, որ իրան ոչ կարող ես պահել սառնանային տնտեսությունում, ոչ կարող ես վերամշակել, ոչ կարող ես պահածոյացնել, ոչ մի բան չես կարող անել, ինքը հասունանալու է ծաղկի թափի։ Դրա համար այսօր մենք ականատես ենք լինում ամբողջ սուպերմարկետների ցանցում էժան կոպեկներով այդ ծաղիկի, ես շատ կխնդրեմ մեր ժողովուրդը եւ գնեն այդ ծաղիկը եւ չուրախանան այդ էժան գների վրա, որտեվ դա գուժում է մեր ծաղկաբույսների բանկրոտի գնալը, ձախողումը, սնանկացման գնալը, ու եթե սենց երկար շարունակվի, չեմ պատկերացնում այդ մարդիկ ինչ են անելու, որտեվ մեծ մասը ջերմատնային տնտեսությունները իրենք կառուցել են վարկով, վարկային միջոցներով եւ իրենք հնարավորություն չեն ունենալու այդ վարկը փակեն։ Լոլիկի ոլորտում արդեն տեսել եք խանութներում այսօր վաճառվում է 140 դրամով, եթե դրանից հանում եք 20% ավելացած արժեքի հարկը, այսինքն 140-ից որ հանենք 16.6%, հիմա հեսա մեր հանդիսատեսը կարող ասի, բա դու 20 ես ասում, 16.6 ես հանում, այդ վերևից պիտի հանես 16.6%, 140 հանած 16.6%, այսինքն 116 դրամով խանութը նշանակում է ինքը վերցնում է 90 դրամով։ 90 դրամով լոլիկը բացարձակ ձեռնտու չի որևէ արտադրողի։ Ու ինքը լուրջագույն խնդիր է։ Ասեցին անգամ սուպերմարկետներ կա 80 դրամով են։ Այո, նաև ասում են նշանակում է 50 են վերցնում, իսկ 50 դրամ, եթե դու քո ջերմատնային տնտեսությունում խաղող բանվորներ բարձես, որ այդ լոլիկը քաղեն, տարայավորեն եւ տեղափոխման ծախսը անես 50 դրամ քո վրա կարող է այդ ամբողջ այդ process-ի 50 դրամ արժեն է։ Այսինքն իրականում քո լոլիկը 30 դրամով էլ չես կարողանում վաճառել, իսկ Հայաստանում այդ լոլիկի սերմերը ներկրվում են դրսից, սածիլները ներկրվում են դրսից, վառելիքի ծախսը բնականաբար ջերմատնային տնտեսություններն են առաջինը դուժել, որոնք միջև հասունանալը լոլիկի այդ ջերմատնային տնտեսությունները ժամանակին վառելիք օգտագործվել տաքացել են, ինչը նշանակում է նրանք լուրջ վնասներ են կրում։ Ես երեք արտասահմանից հեռուստաընկերություն էր եկել եւ ինձ խնդրեցին, որ ես տանեմ 2 ջերմատնային տնտեսություններ, որպեսզի նկարեն, ուղղակի շատ մեծ ցավ ապրեցի, լոլիկի ջերմատուն էր, որի տերը հաշվարկել էր, որ լոլիկը այդպես մնա իր ջերմատան մեջ փչանա, թափի, ավելի էժան ձեռնտու կլինի, քան ինքը քաղի, հանի, տեղափոխի Երևան, վաճառի, ենթադրենք վերավաճառողներին։ Ունենք այս խնդիրները, ունենք ուրեմն Վրաստանի, Ուկրաինայի եւ Եվրոպայի ծաղիկի այդ հաշվենք, բայց կարող է այդքան էլ չձգի։ 2 միլիոնա ծաղիկ հանեցին։ Մի հատ 5500 գնացել էր Լիտվա, որ սենց պետական կառավարական մակարդակով սենց ցույց տվեցին, նույն Արցախի պատերազմի այդ պաթետիկ ոճով։ Մի 2 մեքենա գնացել է Ուկրաինա, պլյուս դրան
էս էլ հաշվի առեք, որ պետությունը դրա համար սուբսիդիա է տալի, որ ինչ որ ձևով կարճաժամկետում, ինչ որ ձևով ձեռնտու է, կամ այդ ծաղիկի արտանումը, որ կատարում են, իրենց վնասը մեղմելու համար են անում արդիկ, ոչ թե շահույթ ստանալու արդեն, որովհետև իրանք պիտի թափեն։ Այս գործոնները պիտի հաշվի առնենք ու հասկանանք, դա կարա իշխանությունը ցույց տա ձեռք բերում հաղթանակ, բայց դա հաղթանակ չէ, դա պարտությունը կամ վնասը նվազագույնն է հասցնելու այն վերջին ճիգերն է արտադրողների ու ասեմ կառավարությունը այդ արտահանման թեմաների մեջ որևէ գործառույթ չունի էլի։ Դե պղպեղը Հայաստանում 2-3 պղպեղի ջերմատուն կա, ամենամեծը Spike-ային է, Spike-ի պղպեղն է, ինքը որոշակի սուբսիդավորում է, Spike-ի հետ իրենց հարցերը կլուծեն։ Spike-ն հիմա լուրջ տուգանքների տակ է, դա արդեն իրանց գործն է, իրանք ինչ կանեն, ոնց կանեն, մեկը ռուսական շուկա չի մտնում։ Ու ունենք այս խնդիրը, սա շուտով երբ որ դեղցը նեկտարինը ներկապային ոչ մի լավատեսական բան չեմ կարող ասել։ Դե ձմերուկ Հայաստանից չի արտահանվել, հիմնական արտահանվել է դեղց, նեկտարին, սալոր, սեղանի խաղող, պլյուս տեսեք տեխնիկական խաղողից չենք խոսում, բայց եթե այս սահմանները փակ վիճակում մնա, կոնյակ սպիրտային գործորանները, մթերող գործարաններ, ովքեր կոնյակ ու գինին են արտադրում, չեն կարողանալու մթերել, որովհետև ռուսական շուկան փակվել է, մենք տարին 100 միլիոն շշից ավել արտահանում ենք ունեցել ռուսական շուկաներ։ Եթե այդ մեր սպիրտային խմիչքներն էլ չեն կարողանում հանել, արդյունքում դուրս է գալիս, որ մեր իրանց մոտ գերկուտակում է լինելու ապրանքի, իսկ մանավանդ սպիրտային խմիչքը Եվրոպայում կարելի ասել բացարձակ որևէ ձևով մրցունակ չի, մենք ունենալու ենք շատ մեծ խնդիրներ։ Ու եթե սահմանափակումները ավելի շատ ձգվի, ես հիմա վերամշակող արտադրանք արտահանողների մասին եմ ասում, սկսած սպիրտային խմիչք արտահանողներից, տեսեք, ռուսական ցանցերում, երբ որ դու սպիրտային խմիչք ես արտահանում, այդ ցուցափեղկերի վրա դու ցուցափեղկի համար, այս տարածքի համար դու վճար ես վճարում, ոնց որ ամսական վճար կա, որ քո ապրանքը այդ ցուցափեղկի վրա շարվի եւ ներկայացվի եւ գնորդը գնի։ Երբ որ դու էլ ապրանք չես կարող մատակարարես այդ ցուցափեղկը բացամնում, քո տեղը գալիս են քո կոնկուրենտները, այլ երկրների արտադրողներ, այլ ֆիրմաներ, հետո դու այդ նույն ցուցափեղկը շատ դժվար է հետ վերցնել կամ կարելի ասել անհնար է։ Դու կարող ես արդեն ավելի վատ, եթե ցուցափեղկը լավագույն տեղը է, դեմքի բարձրության վրա ցուցափեղկերն են, որտեղ մարդը անցնում է աշկի իներցիայով, այդ խմիչքը տեսնում է, վերցնում է։ Եթե դու դրանից բարձր կամ ցածր ցուցափեղկ եղավ, դա արդեն ազդում է քո վաճառքի վրա։ Դա էլ է շատ կարևոր գործոն, որ պիտի հաշվի առնենք ու միայն այս փակել բացելուց չէ, այդ փակելու հետևանքները մի քանի ամիս իրեն ցույց են տալու։ Այո։ Տեսեք, ամենահետաքրքիրը այս մասին ես խոսում եմ արդեն 8 տարի։ Երբ որ դու քո քաղաքական ուղղվածությունը վերցնում ես Եվրոպա, ԵՄ շուկա, դու դրան պիտի առնվազն սկսես նախապատրաստել։ Ես որ Նիկոլին ասում են հակառուսական քաղաքականություն է վարում, ես ծիծաղում եմ, հակառուսական քաղաքականություն վարողը իր երկրի առևտուրը, առևտրային կախվածությունը Ռուսաստանից այն ծավալներով չէր մեծացնի, ինչ որ ինքն է արել։ Մենք այլանդակ ձևով կախված ենք Նիկոլի ժամանակ մեր կախվածությունը ռուսական շուկայից շատ ավելի շատ մեծացել է, քան 18 թվականին։ Թվերով էլ կարող եք նայել առևտրաշրջանառություն ամեն ինչ եւ հետաքրքիրը որն է, եթե դու ուզում ես եվրոպական շուկա մտնել, առնվազն 10 կետ դու պետք է կատարեիր տնային աշխատանք, որ միայն եվրոպական շուկա չէ, քո բնակիչներ ամենաառաջինը այդ ապրանքի արտադրության հետագծելիություն էր պետք։ Դեղցի արտադրության, օրինակ դեղց պետք է արտանվի եվրոպական շուկա, դեղցի արտադրության հետագծելիություն պետք է ունենաս։ Այսինքն, այդ դեղցը աճեցնող ֆերմերը ինչ թունաքիմիկատներ է տվել, ինչ պարտանյութեր է օգտագործել, ինչ բուժումներ է արել, ինչ այլ գործողություններ է արել, եւ ըստ դրա հիման վրա այդ օգտագործվող քանակների
հասկանայիր այդ ապրանքի մեջ արդեն դեղցի մեջ թույլատրելի նորմերը գերազանցում է, թե չի գերազանցում, որ քո մթերման կայանը, երկրորդ ամենակարևորը, մթերման կայան պիտի ունենայիր, որ դրանք էլ մթերեին, որ տարբեր ֆերմերների ապրանքը տարբեր որակի չլինեին։ Ու դու կարողանայիր մի որակի ապրանք արտահանել եվրոպական շուկա։ Պլյուս դրան, նաև այդ սորտերի ուսումնասիրություն պետք էր արվել, հստակ լոգիստիկ խնդիրներ պետք է լուծվեր, ամեն ինչ պետք է արված լիներ, ՍԱՏՄ-ն իր տեղում լիներ, որ վերահսկեր այս ամեն ինչը, պլյուս վերահսկողություն թունաքիմիկատների պարտանյութերի վաճառքի մեջ, որ ցանկացած մարդ իր ուզած քանակի թունաքիմիկատ չկարողանար առնել։ Այս ամեն ինչը անելուց հետո նոր արդեն դու պատրաստ կլներ եվրոպական շուկա մտնելու։ Մեկ էլ սիրելի ունկնդիրներ, մի բան էլ, այն որ մի ֆուռ, 2 ֆուռ, 5 ֆուռ, լավ 50 ֆուռ մտնում է, դա եվրոպական շուկա մտնել չի։ Երբ որ դուք նայում եք ինչ ծավալներով են այլ երկրները մատակարարում պտուղ բանջարեղեն, թե եվրոպական շուկա, թե միջազգային այլ շուկաներ, մեզ մոտ ծիծաղելի ցածր ցուցանիշներ են, ու դուք չեք պատկերացնում ինչա եվրոպական շուկան, ինչա 500 միլիոնանոց շուկան, ոնց պիտի աշխատես այդ շուկայի հետ, ինչ փաթեթավորում է, այդ որ արկղով ծիրանը հանում են Ռուսաստան, եվրոպական շուկան, խանութի ցանցը ծիրանը արկղով չի վաճառելու, ինքը հատիկով է վաճառելու, այդ հատիկով վաճառելու համար դու պիտի սիրուն տուփեր ունենաս, այդ տուփերի մեջ 2 հատ, 3 հատ կամ մի հատ կախված արդեն ուսումնասիրությունից ինչ փաթեթավորմամբ, ինչ տուփով է, ծիրանը ինչ գույն պիտի լինի, ծիրանի գույնը նույնիսկ հաշվի պետք է առնել, որտեղ Եվրոպայում մի քիչ ավելի ուրիշ գույնի ծիրան են նախընտրում, այնտեղ ավելի գազարագույնի մոտ է, մեր ծիրանը դեղին է, իրանց աչքին անսովոր է։ Ու սենց բազմաթիվ այլ խնդիրներ կա, որ պիտի Իսկ ինչ անեին, ասեին ձեզ խաբել ենք, չեն կարող ազնիվ լինել, բայց հետաքրքիրն են, տեսեք, հետաքրքիր օրինակ, ինքը կարասի ես ազնիվ եմ, ես հեսա մաքսատուրքերը հանում եմ, մաքսատուրք չկա, 50 միլիոն եվրոյի ձեզ օգնություն տվեցի և այլն, բայց ստեղ մյուս կողմն է, մեդալի մյուս կողմն է կարևոր, այդ 50 միլիոնը արտահանվող Հայաստանից 1.2-ից 1.4 միլիարդ դոլարի մեջ 3-4% անում, պլյուս այդ մենակ մաքսազերծում հանելը, ինքը կասի հա մաքսազերծումը հանել եմ, բայց մեղավոր է, որ քո ապրանքի մեջ պեստիցիդը շատ է, ես իմ շուկա չեմ կարող մտցնեմ իմ համար մարդը բացարձակ արժեք է, իսկ բացարձակ արժեքը պետք է ուտի լավ որակի սնունդ, ես չեմ կարող ինձ թույլ տամ քո թունաքիմիկատները թույլատրել նորմը գերազանցող քանակով ապրանքը մտնի մեր եվրոպական շուկա, կներես ես դրա համար ամեն ինչ արեցի, ես ազնիվ եմ իմ տեսակետի մեջ, այդ ազնվության մյուս կողմն է պետք, այնց այդ կողմը այն է, որ դու պետք է արդեն ճիշտ աշխատած լինեիր քո ՍԱՏՄ-ով, բոլոր շուկայի ուսումնասիրության, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից բոլոր կառույցներով ճիշտ աշխատեր եւ հասցներ նրան, որ այսօր մենք պատրաստ լինենք եվրոպական շուկա մտնելու։ Դա ոչ թե լինելու է արդեն կոլապսը կա, մի հատ գնացեք ջերմատները, տեսեք մարդիկ ինչ վիճակի են, ձկնաբուծարան, մի հատ ձկնաբուծարան գնացեք, տեսեք այդ մարդիկ ձուկը կա, ձուկի տարբերություն ծաղիկի, կարաս մի 5 ամիս պահես, կերակրես, ինքը սատկի չփչանա, բան չլինի, հետո տեսնես ինչ ես անում։ Բայց այդ ծաղկի ոլորտը ու մնացած որոշ ոլորտներ, լուրջ խոցելի ոլորտներ։ Ծաղկի մասին բազմիցս խոսացել ենք, բազմիցս ասել ենք մենք պարենային անվտանգություն ունեցող երկիր ենք, Հայաստանում դի ծաղկի արտադրությունը այսպես չաճի, վաղ որ սահմանը փակվի, մենք ունենալու ենք խնդիրներ, չկա։ Ու ունենք, արդեն ունենք այդ խնդիրը։ Ու հետեւապես անհեռատես քաղաքականության այս խնդիր առաջացած այս խնդիրները գրեկ պաթոսով sense փաթեթավորելը ինձ համար բավական տհաճ բան է։ Այսքանը։ Ես այս բան առաջարկ չունեմ։ Բնականաբար պիտի վերանայի, եթե կարողանա, էլի։ Ու ամեն ինչը փչացնելուց հետո չհասնի, պետք է առաջինը չհասներ այս աշճանի, այս վիճակի, այս մակարդակի, որ մի հատ էլ չմտածենք հիմի վերանայի, թե չվերանայի։ Ու այնպիսի տուպիկի մեջ ենք, որ ես չգիտեմ արդեն, լուրջ չգիտեմ ինչ կարելի անել։
Դրանից հետո դեղս, նեկտարին, սալոր, հետո արդեն նորից գալիս է նեկտարին, հետո գալիս է նորից Կամ ծաղկակաղամբ, տեսեք, քիչ է արտահանվել, վերջի տարիներին, անցած տարի ծաղկակաղամբի այնպիսի դիֆիցիտ կար Հայաստանում, որ Պարսկաստանից ներկրում էր, եթե կհիշեք, անցած տարի չէ, հենց այս տարի ձմեռը, կարտոֆիլը անցած տարի քանակը նորմալ էր, այս տարի դեռ կարող են ցանել եւ Ռուսաստան ամենաշատ արտահանվել է 22 թե 23 թվականին մոտավորապես 40,000 տոննա կարտոֆիլ էր արտահանվել։ Հետո 23 թվականին Ռուսաստանում այնքան իջավ կարտոֆիլի գինը, գիշեք այդ մասին ես Facebook-ով էլ գրեցի, Ռուսաստանում այնքան էին ցանել կարտոֆիլի գինը իջել էր 5 ռուբլի, 8 ռուբլի, կներեք։ Դա մոտավորապես 40 դրամ էր անում եւ մեր ֆերմերներին հորդորեցի ասած ինչքան հնարավոր շուտ ձեր կարտոֆիլը վաճառեք, որտեվ եթե Ռուսաստանից եկավ չեն կարող։ Մեր ֆերմերները իներցիայով էլի, ինչպես բոլոր տարիները չվաճառեցին, պահեցին, այդքան ռուսական կարտոֆիլը մտավ տեղական շուկա, հետո լճացավ, ստիպված իրանց կարտոֆիլը թափեցին։ Արդեն 24-25 թվականին կարտոֆիլի արտադրությունը Հայաստանում բավականին նվազեց այդ նախորդ տարվա կորիզների հետ կապված, տենց գնային մեծ այդ խնդիրների հետ կապված։ Ու այս տարի չգիտեմ ինչքան է ցանվել կամ ինչքան են փորձելու ցանեն որոշ շարքի շրջաններում ժամանակը ցույց կտա այդ արդեն պետական վիճակագրությունն է պետք է ստուգեն ոչ ծաղկի հետ կապված ասեցի սպիրտային խմիչքների հետ ասեցի ընդհանուր արտահանվող պտուղ բանջարեղենների գումարայինով կարող եմ ասել մոտավորապես 170-ից 200,000 տոննա է արտահանվում ընդհանուր ամբողջ պտուղ բանջարեղենը միասին պատկերացրեք այդքան չէ մեր գումարայինով 1.2-ից 1.4 միլիարդ դոլարի գյուղատնտեսական ապրանքա արտահանվել անցած տարի չեմ հիշում կամ 1.2 էր կամ 1.4 միլիարդ դոլար էր Հիմա այդքան արտահանումը խնդրի է։ Լավ թող 100 միլիոն եվրո խոստանա, 100 միլիոն եվրոն 1.4 միլիարդի հետ համեմատած ոչինչ չի։ Ու ասեմ, իրանք շատ ավելի ազնիվ են, քան մեր իշխանությունները։ Շատ անգամ ավելի։ Ես էլ եմ շնորհակալ։